Նոր օր, նույն խալաթով, ինչ-որ անցած վլոգն է սկսել, կամ սա կլինի նախորդ վլոգի շարունակությունը, այսինքն մի ընդհանուր վլոգ, կամ էլ կնկարեմ նոր վլոգ։ Ահա որ ուրախ եմ, որ արդեն շուտ է լույսը բացվում, ու երբ որ արթնանում եմ, արդեն ցած լուսավոր է, այսօր ժամը 6:30-7-ին եմ արթնացել, ու ցած որ նայում ես, քեզ թվում է, որ վաու, արդեն ժամը երևի 3-ն է, այնքան արևը ցած լուսավոր է ու տաք ջերմ ես զգում քեզ։ Իմ մոտ էլ 2 պատուհան կա ու երկուսից էլ երևում է, արևածագը չի երևում, բայց ամեն դեպքում ահա որ լուսավոր են իրանք սարքում սենյակը ու ես վարակույրները չեմ փակում, որ առավոտյան հենց այդ լույսից արթնանամ, շատ հավես է ամառը արդեն պաշտոնապես գալիս է։ Նկարահանման եմ ու տարածքը այդքան էլ ծանոթ չի, ուզում եմ մի քիչ շուտ գնամ, բայց մինչև գնալը մի քանի գործեր ունեմ անելու, Upwork-ից նոր նամակ կար, պետքա պատասխանեմ, պետքա մի հատ գործ արդեն պատրաստ է, պետքա ուղղակի ուղարկեմ, ուղումներ են ասել, դրանք անեմ ու գնամ նկարահանման։ Մաշկս էլի վատ վիճակում է, մի պահ, այնքան լավ էր, իդեալական էր ուղղակի մաշկս, բայց հիմա նորից ենթադրում եմ, որ այսինքն արդեն պատկերացնում եմ ինքը ինչ ձև է աշխատում, երբ որ ինչ-որ բանից տենց մի քիչ ստրեսի մեջ ես ընկնում, այդ պահին ակնե չի լինում, այսինքն սենց վիճակ չի լինում, այդ պահին մաշկս լինում է շատ իդեալական, բայց երբ որ այդ ընթացքից անցնում է մի քանի օր կամ 10 օր, սկսում է դեմքից վրա արտահայտվել այդ, չգիտեմ, փոքր ստրեսերը։ Չեմ ուզում ասեմ տենց ինչ-որ շատ ծանր բաներ, բայց ամեն դեպքում ամեն ինչ ոնց որ օրգանիզմը վերցնի, չգիտեմ ոնց բացատրեմ, բայց ամեն դեպքում հասկացել եմ, որ պատճառը այդ է, պատճառը ակնեից հոգեբանական է, ուրիշ ոչ մի խնդիր չկա։ Ես նույն կրեմները օգտագործում եմ, նույն ամեն ինչ անում եմ, բայց խնդիրը ոչ մաշկի հետ է, ոչ օրգանիզմի հետ է, խնդիրը ստեղ է։ Մազերիս համար սկսել եմ տարբեր յուղեր, տենց բաներ, մասկաներ օգտագործել ու վերջապես ստանում եմ քիչ-քիչ իմ ուզած այս արդյունքը ու իմ dream board-ի մեջ հատուկ կետ կար իրանց համար, որովհետև վերջին տարիներին ես շատ մեղմ ասած էշություններ եմ արել ու դրանից մազերս շատ տուժել է, բայց ոչինչ, ես իրանց վերականգնում եմ ու տեսեք, ովքեր որ վաղուց ինձ հետևում են կփաստեն այն, որ բավականին լավ վիճակում է հիմա։ Եկա։ Ve. Mi amore. Այսօր թույլ չեմ տա անցած անգամվա սխալը ու ճանապարհին գործ չեմ անի, որովհետև շատ վատ է ստացվում։ Նենց որ արագ հիմա կուղարկեմ ինչ-որ պետք է ուղարկեի, կսարքեմ ինչ-որ պետք է սարքեի, նոր դուրս կգամ, ավելի լավ է մի քիչ ուշ գնամ, քան չնայած սենց տնից չեմ ուշանում, բայց դե ավելի լավ է մի քիչ ուշ գնամ, բայց հանգիստ արագ անեմ ուղարկեմ, քան ճանապարհին սենց վիճակներով փորձեմ աշխատել։ Տուփը դրել եմ նոթբուքի տակ, որովհետև սենց հարմար է, բարձր է ինքը ավելի, թիթեռնիկից դրել եմ կողքս, ու ուզում եմ պատվիրեմ նոթբուքի համար այն բաներից, այն երկաթյա բաներից եմ ուզում, որ սենց այսենց թեքությամբ իրան բարձրացնում է
ու համ էկրանը կլինի այն չափի, որ ավելի հարմար կլինի ինձ, համ էլ ստեղնաշարը սենց շատ չի բարձրանա, որովհետև սենց տեքստը հավաքելուց հարմար չի։ Դեմոյում եմ տեսել, մի անգամ Wildberries-ից պատվիրեցի, տենց էլ չեկավ, հիմա դեմոյից եմ պատվիրելու, գները նույնն է ոնց որ թե, հուսով եմ, որ որակը լավը կլինի ու ամուր կլինի, եթե տենց թեթև բան եղավ, ծանրությանը կարողա չդիմանա, որովհետև բավականին նախորդ կոմպիս համեմատ լույսերն էր գնացել, փաստորեն, նախորդ կոմպիս համեմատ սա շատ ծանր է ու կարա չդիմանա, եթե պլաստմասա խավասենք։ Պարզվեց, որ այսօր էլի երկու գործ ունեմ անելու, բայց ես էլ չեմ հասցնի, պետք է հիմա ինչ-որ, չգիտեմ, երևի բաղնանով սմուֆի սարքեմ ու դուրս գամ արդեն։ Պետք է ավելի շուտ արթնանալ, բայց 7-ից ավելի շուտ չի ստացվում։ Մերսի շատ որ նայեցիք, չմոռանաք բաժանորդագրվել, գտնել ինձ նաև Instagram-ում և TikTok-ում։